Դեղին, մանուշակագույն, վարդագույն, կաթնագույն մեկ ծաղկի վրա այսպիսի գունային բազմազանություն թերևս հնարավոր է տեսնել միայն դրախտավարդի դեպքում, իսկ այսպիսի փարթամ ծաղկաբույլ ընդամենը 2 ամսում հնարավոր է ստանալ միայն ջերմատնային մշակության պայմաններում։ 4 տարի առաջ Անդրեասյանները Մղջյանում առաջիններից էին, որ Հոլանդիայից հորտենզիայի սածիլներ ներգրեցին։ Եվ ահա այսօր գերբերեի ու դեկորատիվ այլ ծաղիկների կողքին այսպիսի փարթամ ու գունեղ ծաղկունք ունեն։ 2-3 տարեկան իրանք սածիլներ են, արդեն ձևավորված։ Բերում ենք այստեղ, փոխում ենք ծաղկամանները, մեծացնում ենք, իրանք փոքր սածիլների ծաղկամանների մեջ են։ Մեծացնելուց հետո 2 ամիս հետո արդեն ինքը վաճառքի է լինում։ Եվ ինչքան է մնում։ Ծաղկած ժամանակ մնում է մոտ մինչև 3 ամիս։ Այնուհետև ծաղիկները չորանում, բաց կանաչ երանգ են ստանում։ Սակայն ճիշտ խնամքի դեպքում բույսը թե սենյակային պայմաններում, թե բաց դաշտում երկար կյանք ունի։ Բազմամյա ու ցրտադիմացկուն է, դիմանում է անգամ -20-ից 30 աստիճան ցրտին, իհարկե անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում։ Սիրում է խոնավություն, արևի ուղիղ ճառագայթ չի սիրում է ստվերոտ տեղ, հնարավորինս ավելի ստվերոտ տեղ ու խոնավ միջավայր։ Տարվա ընթացքում հորտենզիան մի քանի անգամ այսպիսի շքեղ ծաղկունք է տալիս։ Թեև այժմ առավել տարածված են մանուշակագույն ու վարդագույն երանգները, բայց այն կարող է ունենալ մինչև 20 գույն, որոնց ընտրությունը կախված է շուկայի պահանջարկից։ Հիմա Մարիամ ջան, այստեղից որը բացված է, լավ։ Դրանք առանձնացնենք, որ արդեն առաջինը դրանք ենք վաճառում։ Արի սրանցից վերցնենք, որ արդեն իր լավ ֆոնը արտահայտիչ կա։ Հիմնական վաճառքը տեղական շուկայում է, գնում են թե նվերի, թե բակերն ու այգիները զարդարելու համար։ Այն ունի իր հավատարիմ սիրահարները, քանի որ ի տարբերություն շատ ծաղիկների, իր թարմությունն ու գեղեցկությունը պահպանում է ոչ թե օրեր, այլ ամիսներ։ Մեր նպատակային է, որպեսզի յուրաքանչյուր գնորդ իր տուն տանի այնպիսի գեղեցկություն, որը կկարողանա երկար տարիներ վայելել։ Դրա համար մենք յուրաքանչյուր հաճախորդի տրամադրում ենք անհատական խորհրդատվություն, խնամքի միջոցները, խնամքի պայմանները բացատրում ենք եւ իհարկե անհրաժեշտության դեպքում հետագայում անգամ գնումից հետո մենք կապը պահում ենք հաճախորդի հետ, պատասխանելով հաճախորդների բոլոր հուզող հարցերին։ Առաքելն ու Մարիամը մեծ ոգևորությամբ են պատմում իրենց փոքրիկ ագրոբիզնեսի մասին։ Ասում են, որքան էլ հոգնած լինեն, օրը տոնի է վերածվում, երբ տեսնում են, թե ինչպես է մեկն իրենց ծաղիկներով զարդարել բակը, մյուսը ուրախացրել սիրելիին։ Նամակագրությամբ գրում են, վայ, ինչ լավներ, մենք ավելի ոգևորվում, ավելի հաճույքով ենք անում այս գործը, շատ լավ ենք զգում, որ կարողանում ենք մարդկանց երջանկացնել մեր գործով, ուրախացնել։ Ոսի շատ գեղեցիկ է, սա մեր աղջկան, Մարիա ջան, սա քեզ պես սիրուն է։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։